Փաշինյանն ասում է, որ եթե քաղաքացին աղքատ է, դա իր խնդիրն է։ Ով է ասել, որ իր աղքատության պատասխանատուն մենք ենք։ Կառավարությունը։ Դե հիմա ես ասեմ, աղջիկ ջան, ես աշխատել եմ բանը ՍՍՌՆ, որ ռուսական կազմում ենք ելե։ Ես մեդալակիր կին եմ, իմանայի իմ մեդալը կվեսնեիմ հետս, մեդալս, 5 երեխաների մայր եմ, հա, մենք ապրել ենք միայն այն ժամանակ, դուրս եկան Ռուսաստանի կազմից, մենք եղել ենք ստրուկ, բոմժ, կարելի է ասել բոմժ, ես աշխատել եմ սանատորիաները, ես աշխատել եմ բաղնիքի վարիչ, ես աշխատել եմ մանկական սանատորիայում վարիչ, հա, դաստիարակչուհի, ամեն ինչ արել եմ, ես ջանք եմ տվել, աշխատել եմ, անցել եմ թոշակի, և իմ թոշակս գրոշա, մեդալակիր մայրը իրավունք ունի իմ երկրում, մեր Հայաստանում, ես սոնգսուզների հետը թոշակի եմ անցել, ոնց հասկանանք, 63 տարեկանում, սոնգսուզնա գնում, էման մեդալակիր, և այդքան աշխատելա, սոնգսուզների հետը գնա թոշակի գրոշ ստանա, ես ինչ մեղավոր եմ, ասա, իմ մեղքը ասա, ես ասեմ հա։ Ինչու պետք է աղքատ լինի, մսը կիլոն 2500 էր, դարձրել է հիմա 5000։ Ոչ, սխալ ասում, ինչու, ես մեղավոր եմ, որ ասենք թոշակառու եմ, ժամանակին աշխատել եմ, բայց հիմա ոչ մի բանի չենք ասել, հետո ավարտել ենք էլ ինչ-որ տեղ, բայց մեկա, սաղ զրոյա։ Եթե մարդը փող չունի, որևէ բան չի կարողանում անի, ինչ պետք է անի, ոչ մի բան չի կարող անի։ Պետք է նստի իր աղքատության մեջ, պետությունը պետք է որոշակի կամ աշխատատեղեր բացի, կամ խթանի ինչ-որ ձեռնարկատիրությունը, նման տիպի խնդիրներ պետք է լուծի, եթե չի լուծում, Ո՞վ պետք է լինի, եթե ինքը իր ժողովրդին չպահի, աղքատությունը կշատանա է։ Ոչ։ Ինչու։ Եթե ինչ ասում անխելքը բատու ուղի ցույց տուրեն մարդու, բայց աշխատողա, չէ։ Ինքը եթե չի կարող աշխատանք գտնի, դու ճանապարհներ բացի իր համար աշխատանքի։ Դու ես խելոք։ Կառավարությունը պետք է պայմաններ ստեղծի, 4 հատ անչափահաս երեխա ունեմ, կինս չի աշխատում, փոքր երեխուսապան։ Այս երևի ոչ թե մեր խելքից է աղքատ, այլ երկրից է աղքատ։ Չէ, սխալ ասում, որովհետև բանը աշխատատեղ չկա, որ ժողովուրդը կարող աշխատել։